Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում, չհաշված, որ դրսում շատ վատ եղանակ է։ Տոնածառները հանել եք, շատ ջերմ է եւ բարձր տրամադրությամբ ողջունում ենք ու ասում ենք, որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ առաջիկա 2 ժամն անցկացնելու ենք միասին։ Մենք սիրուն ենք։ Դու դա իր մտածում։ Այո, դա է մտածում։ Բարի առավոտ, դրսում ձմեռ է, բայց ոչինչ, մեր ջերմությունը տաք գույները կարծում եմ էլ ավելի են ջերմացնում եւ իհարկե այն ամենը, ինչ այսօր պիտի լինի մեր տաղավարում։ Բարի առավոտ սիրելիներս, բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, միացեք մեզ առաջին ծրագրին, այն այսպես ասած ծածկոցը, գցեք ձեզ վրա, նստեք ձեր բազմոցին եւ միացեք մեզ առաջին ծրագրին, որովհետեւ դրսի եղանակը հենց դա է թելադրում, պետք չի տրամադրության անկում ապրել, որովհետև այնուամենայնիվ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է եւ ես համարում եմ, որ դեռ ձմեռը չի ավարտվել։ Ձմեռը կավարտվի մարտի 21-ին, 21-ից արդեն իսկապես գարուն կգա, որովհետև հենց այդպիսին է։ Մենք ենք պարզապես սովորել, որ նշենք մարտի 1-ին գարնան առաջին օր։ Անհամբեր ենք սպասում, որ հենց ուզում ենք մարտի 1-ից արդեն արևը դուրս գա ու վերջ։ Բայց մի փոքր էլ ժամանակ կա դեռ։ Facebook-ով քանի որ գալիս է այն վասպամինանիա, թե անցած տարի ինչ եղել։ Ես նայեցի անցած տարի այսօրը նորից ձյուն էր գալիս, այսինքն նորմալ է, որ մարտի սկզբին ձյուն է գալու։ Ձմեռը դեռ չի ավարտվել։ Մի տարի էլ կար մայիսին եկավ ձյուն, մայիսի 1-ին, այնպես որ հուսանք գոնե մայիսին չի գա։ Ջոխացրուց չի, բայց հուսով ենք դուք գոնե հիմա լսելով եղանակի մասին մեզանից պատրաստված դուրս կգաք տնից, որովհետև գոնե ես դուրս եմ եկել նոր եմ տեսել եղանակը, այնպես որ տաք վերարկուները հուսով ենք չեք պահել, հանեք, որովհետև առանց դրա այս մի քանի օրը դժվար թե կարողանաք տնից դուրս գալ։ Պարզապես հետևեք մեր ծրագրին, տաքությունը հաստատ կգա ձեր բնակարաններ եւ դուք ուղղակի կլինեք գարնանային տրամադրությամբ։ Փորձել ենք ամեն ինչ անել հենց միայն դրա համար, չէ՞։ Այո, եւ 1953 թվականի հենց այսօր առաջին անգամ ստեղծվում է ժպիտիկի, սմայլիկի նախատիպը։ Ինձ հետաքրքիր է ընկերներ, դուք ինչ սմայլիկներ եք հաճախ օգտագործում։ Ժպիտով, համբույրով, ուրախ, ծիծաղկոտ։ Մոտ գիֆեր է կարծես թե։ Իմ մոտ գիֆերն են ավելի շատ։ Ես գիֆերն եմ ավելի շատ սիրում, իսկ սմայլիկ Facebook-ում ուղղակի կա, հա, կատվի սմայլիկ կա, որը չգիտես այսպես դրվել է ու տենց մնացել ու ժպիտով կատու։ Ես Facebook-ում դեմքը փակում եմ, այդ սմայլիկն եմ ամենաշատ այո, օգտագործում, դեմքը փակած մեր ժամանակներին շատ հարմար է, ճիշտ է։ Պատասխանում է։ Դե ինչ, երևի թե լավ երաժշտությամբ շարունակենք եթերը, բարձրացնենք բոլորիս տրամադրությունը, արթնացնենք ձեզ, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք։ Այո, դիմանալու բան չի, եղանակը, բայց ոչինչ, դիմացեք մի կերպ մոտակա 2 ժամը, որովհետև մենք պայծառ տրամադրություն ունենք, իսկ հյուրերը լինելու են բավականին հետաքրքիր, գունավոր, գեղեցիկ ու քաղցր։ Խոսքը նաև մեր հովանավորի մասին է, ով պարբերաբար ներկայանում է համեղ քաղցր սառնաշաքարներով, իդեպ ասեմ, որ այս տոնորերին նաև պուտուր հրաշքների համար պիտի քաղցրություն լինի եւ այդ ամենաշատ լավ է, երբ որ այդ քաղցրությունը հագեցած է նաև բազմաթիվ կարևոր վիտամիններով, մալինկի, վիտալինկի, այս սառնաշաքարները հասանելի են արդեն բոլորի համար, հեռախոսահամար տեսնեք մեծածախ գնումների համար, այնպես որ ձեր փոքրիկ հրաշքներին նվիրեք տոն, գարուն, գունեղ հրաշալի տրամադրություն եւ վիտամիններ, ինչը գարնանային այս շրջանում կարծում շատ կարևոր է։ Այո, իսկապես։ Քաղցրություն նաև ինչ որտեղ, որովհետև կարծում եմ երեխաներին ամենահեշտը գրավելը կարելի է քաղցրով միայն գրավել։ Իսկ հյուրերի մասին, քանի որ Հյուսրենը արդեն նշեց, ես էլ ավելացնեմ, որ հյուրաշատ է լինելու այսօրվա եթերը մեզ մոտ եւ տարբեր ոլորտներին ենք անդրադառնալու, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու, մնացեք մեզ հետ։ Իսկ խոհանոցի մասով Ադրին են կասի։ Քանի որ շատ հյուրաշատ այսօր եթեր ենք ունենալու, մի փոքր խոհանոցային հատվածը միգուցե շատ այսպես կարճ լինի, բայց ես այո, թեթև, բայց եղանակին շատ համահունչ մի բան եմ ձեզ առաջարկելու, արդեն նախապես ասեմ, որ դուք իմանաք, մենք այսօր կպատրաստենք սպաս, ավանդական սպաս, բայց մի փոքր շեղումներով, այսինքն այն կպատրաստենք իշխլի քյուֆտայով։
Ադրինե ինչի շուտ չի։ Ինչ անակնկալներ են։ Այսպես եղանակը այնպես չէ որ միշտ վատ անակնկալներ է մատուցում, պատկերացրու, այո, լավն է լինում եւ այս եղանակին շատ համահունչ է սպասը, ուղղակի մի փոքր հուշում մեր սիրելի հեռուստադիտողին, որ այս ցուրտ օրերին կարելի է ջրալի կերակուր ուտել, որովհետեւ շատ համահունչ է այս եղանակին եւ այսօրվանը կլինի այդպես, իհարկե իշլիկ քյուֆտան չենք կարող տեղում պատրաստենք, քանի որ ժամանակը խլի մեզնից, մենք ունենք պատրաստի տարբերակը, բայց այս ամենի մասին մի փոքր ավելի ուշ համբերատար սպասեք սիրելիներս։ Համբերատար սպասում ենք եւ հիմա այս զանգերը մեզ հուշում են, որ մենք պիտի տեղափոխվենք լրատվականի տաղավար, որտեղից էլ ծանոթանանք կարևոր իրադարձությունների մասին։ Շարունակում ենք եթերը, բարի առավոտ եմ ասում եւս մեկ անգամ բոլորին եւ ուզում եմ եւս մեկ անգամ օգտվելով արդից, քանի որ այս հատվածում տաղավարի ես հիմա մենակ եմ, ուզում եմ բոլոր տղամարդկանց կողմից ու էլի շատ շնորհավորել գեղեցիկ սերին այս մեկամսյակի կապակցությամբ եւ ընդհանրապես յուրաքանչյուր օրը թող նրանց համար լինի տոն, իսկ եթե դեռ չեք հասցրել նվերների հետ կապված, ապա ոչինչ, մի տխրեք, որովհետեւ Ashley Home Store-ում դեռ կան այն հրաշալի նվերները, աքսեսուարները, կահույքը, որը կարծում եմ որ հարմար կլինի ձեր սիրելիի համար։ Եվ ասեմ ավելին, որ եթե մի քիչ նաև գումարի հետ կապված խնդիրներ կան, Ashley Home Store-ն առաջարկում է ձեզ ապարակի հիանալի տարբերակ։ Ընդամենը 16.9% եւ այս ամենին գումարած կարող եք վճարումները սկսել կատարել 4-րդ ամսից սկսած։ Այնպես որ բավականին հարմարավետ է, հետաքրքիր եւ կարծում եմ, որ շատ նաև հասանելի ու մատչելի բոլորին։ Փորձեք այն նվերները, որոնք դեռ չեք հասցրել անել, կատարել այս մեկ ամսվա ընթացքում, իսկ Ashley Home Store-ը կհոգա, որպեսզի ձեր սիրելիի տրամադրությունը միանշանակ միշտ լինի շատ բարձր ու տոնական։ Մեր տաղավարի տրամադրությունը միշտ ապահովում է Ադրինեն, որովհետև այն համեղ բաները, որ պատրաստում է, հնարավոր չի, որ դրանից տրամադրությունը չբարձրանա։ Այսօր էլ սպաս, այն էլ ինչով, քյուֆտայով։ Ադրինե։ Սուրեն ջան, բարի առավոտ սիրելիներս, անկեղծ ասած կարոտել եմ ձեզ, երկար ժամանակ խոհանոցային հատվածը այսպես ձգում չէի հասցնում, որ ներկայացնեմ, բայց ահա պահը եկել է եւ հուսով եմ դեռ մեզ հետ եք առաջին ծրագրի հետ, արդեն սկսում ենք մեր աշխատանքները, ինչպես ասացի, այսօրվա եղանակին շատ համահունչ մենք պետք է պատրաստենք սպաս, բայց մի փոքր ուրիշ տարբերակով, այսինքն էլի վստահ եմ ձեզ ծանոթ տարբերակով սպաս իշլիկ քյուֆտայով։ Ավանդականը թողնենք մի կողմ, այսօր պատրաստենք այսպիսի տարբերակ։ Բայց մինչ անդրադառնանք օրվա բաղադրատոմսին, ես ներկայացնեմ մեր գործընկերների մթերքները։ Մենք այստեղ ունենք կոկո ապրանքանիշի հավկիթներ, որոնք մշտապես շատ թարմ են, համեղ, սննդարար եւ իհարկե մսամթերք։ Մսամթերքը ներկայացնում է Արաքս թռչնա ֆաբրիկան, ուրեմն այստեղ ունենք կոկո ապրանքանիշի ներփեշիկներ եւ հավի կրծքամիս։ Ներփեշիկները պատրաստված են հավի աղացած մսից, խոզի մսից, սալից եւ լցված է բնական թաղանթի մեջ, ինչպես նաեւ այս ամենի կողքի նրանք համային հավելումներով են, այսինքն պանրային համով, սամիթի համով միքս տարբերակ, բավարական, մանանեխով, մի խոսքով բազմազան տեսականի։ Եվ իհարկե հավի կրծքամիսը բրոյլեր հավի կրծքամիս, որը պատրաստված է սուվիդ տեխնոլոգիայով։ Դա նշանակում է վակուում եղած տարբերակով հատուկ ջերմաստիճանի տակ 6 ժամ եփվում է, ինչի շնորհիվ էլ դառնում է շատ հյութալի եւ նուրբ։ Գնեք, վայելեք, կոկո ճիշտ ընտրությունը քո։ Եվ իհարկե անդրադառնամ արդեն օրվա բաղադրատոմսին։ Օրվա բաղադրատոմսը, ինչպես ասացի, սպաս ենք պատրաստում, ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ պետք է մածուն, մեզ պետք է թթվասեր, այստեղ ունեմ 1 ճաշի գտալ ալյուր եւ իհարկե հիմքը այս սպասի հանդիսանում է իշլի քյուֆտան կամ իշլի քյուֆտա կամ իչլի քյուֆտա, այս երկու տարբերակն էլ օգտագործվում է եւ իհարկե այստեղ ունեմ չոր անանուխ եւ կարակ։ Ինչ ենք անելու, սիրելիներս, ընթացքը նույնն է, ինչպես բոլորս պատրաստում ենք եւ իհարկե չմոռանանք անպայման այստեղ 1 հավկիթ պետք է օգտագործենք, իսկ այս հարցում էս կօգնի կոկո ապրանքանիշը իր հավկիթով, ահա չմոռանամ, անպայման պետք է հավկիթ օգտագործենք եւ իհարկե ասեմ Սոնաս միացավ մեզ, շնորհակալություն Սոնա ջան, ապրես որ եկար, Սոնա մենք պատրաստում ենք սպաս իշլի քյուֆտայով,
Սիրելիներս, իշլի քյուֆտան իհարկե ես չեմ պատրաստել, անկեղծ եմ ձեզ հետ, ես չեմ պատրաստել։ Սա գնված տարբերակ է, խանութում փառք Աստծո ամեն բան առկա է, այո, եւ հատկապես այն կանանց համար, ովքեր աշխատանքի մեջ են, մշտապես զբաղված են եւ ուշ են տուն վերադառնում, շատ հարմար է, երբ խանութից կարող ես որևիցե մի բան գնել, գալ տուն արագ պատրաստել։ Հիմա այսօր այդ տարբերակներից էր մեզ մոտ, քանի որ իմ այսօրվա ժամանակը մի փոքր քիչ է։ Մենք ունենք պատրաստի տարբերակը, բայց եթե դուք տանը ունեք ձեր պատրաստածը, արտակարգ է, խոսք չկա։ Չնայած որ ես շատ գոհ եմ խանութում պատրաստի տարբերակներից։ Եվ այսպես շատ չշատախոսեմ եւ անցնեմ գործի։ Սպասին, այո, սպասի պատրաստմանը անցնենք։ Ինչ է անհրաժեշտ մածուն։ Այստեղ մոտավորապես կես կիլոգրամ մածուն է։ Ահա, ես պատրաստում եմ իհարկե աչքաչափով, ոչ մի բան չեմ կարող ձեզ չափ ասել, միայն կարող եմ ասել, որ ունեմ 1 ճաշի գթալ ալյուր ընդամենը, եւ ոչ ավելին։ Մնացածը ամբողջությամբ աչքաչափով։ Այստեղ ավելացնելու ենք նաեւ թթվասերը։ Ես հիմա կավելացնեմ։ 1 թթվասեր երևի թե։ Ամբողջությամբ։ Այո, 1 թթվասեր համարյա թե մեծ տուփով թթվասեր, էլի որը կարծում եմ ինչքան 250 գրամ է կամ ավել, չգիտեմ։ Սուտ չասեմ, այսպես աչքաչափով։ Դե մոտավոր արդեն պատկերած շին 1 թթվասեր։ Ես փորձեմ այո, մենք կարող ենք, այո, իմ տարբերակով եւ անպայման այնտեղ ջուր կլցնենք նաեւ կողողենք, կլցնենք շատ տնավար եմ, որ ասում է, ասենց ոչ մի կաթիլ չենք թողնի ավելորդ կորչի։ Եվ իհարկե այստեղ ավելացնելու ենք 1 ճաշի գթալ ալյուրը, արդեն այս պարագայում հստակ է չափը, եւ 1 հավկիթը, այսպես։ Ես սկսեմ խառնել։ Այո, դու կարող ես, ես կարող եմ քեզ տալ հարիչը, ձեռքի հարիչը։ Դու կարող ես, այո, ձեռքի տակ է, շատ հեշտ է։ Սուրենը նախորդ օրը գտավ։ Այո, այսպես տղաներից հետո ամեն բան տեղում է, փառք Աստծո, ամեն բան շատ լավ է եւ իսկապես տղաներին շնորհակալություն մարտի 8-ի օրը մեզ տոն պարգևեցին, հատկապես ինձ խոհանոցը ամբողջությամբ իրենք էին թակավորում եւ պատրաստեցին շատ համեղ թխվածք։ Այո, իդեպ փաստում ենք, որ շատ համեղ էր տորտը ստացվել, մենք հետո փորձել ենք եւ այո, շատ վերջում ձևավորեցին նաև, շատ գեղեցիկ ստացվեց եւ իհարկե ես աղն էլ մի անգամից կավելացնեմ։ Ես առաջարկում եմ նման օրեր շատ կազմակերպենք։ Այո, շատ հաճելի կլինի, եթե տղաները համաձայն են մշտապես խոհանոցում։ Դե մշտապես չէ, երբեմն։ Ահա։ Այսպես։ Սիրելիներս, ասեմ, որ իշլի քյուֆտայով սպասի եւ ավանդական սպասի տարբերությունը որն է։ Ավանդական սպասի մեջ բնականաբար մենք ծավար ենք օգտագործում, խաշած ծավար կամ ոմանք նույնիսկ բրինձ են օգտագործում, այո, երկրորդ տարբերակով, բայց այս պարագայում, իշլի քյուֆտայի պարագայում արդեն հատիկեղեն պետք է չլինի։ Պարզապես պետք է լինի այս մածնային ապուրը եւ ուղակի մեջը արդեն դնում ենք այս ամբողջությամբ ինքը էլի ուրեմն ինչից է պատրաստված իշլի քյուֆտան, բլղուրից է պատրաստված, մսից է պատրաստված, էլի շատ հարուստ համերով հագեցած, այսպես ասած, սա ուտելիք է։ Գցում ենք այս սպասի մեջ, խաշվում է, ամենավերջում ես կարագով անանուխը կտապակեմ, այ իշլի քյուֆտայի սպասի հետաքրքրությունը դրանում է, որ ինքը մատուցվում է անանուխով, չոր անանուխով, ամենավերջում կարագով կտապակենք չոր անանուխը եւ կլցնենք մեր սպասի վրա։ Բայց էլի ճաշակի հարց է, եթե կան մարդիկ, ովքեր չեն հավանում օրինակ անանուխի համը, կարող են բացառել, բայց վստահեցնում եմ, որ շատ համեղ է ստացվում։ Իդեպ ես էլ անկեղծ կլինեմ ու կասեմ, որ առաջին անգամ եմ փորձելու սպասի նման տարբերակ եւ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսի համ է ստացվելու վերջում։ Հուսանք, որ շատ լավ է լինելու։ Իհարկե ես մեր հեռուստադիտողին մի քանի տարբերակներ սպասի առաջարկել եմ։ Մենք մի անգամ պատրաստել ենք շատ ավանդական տարբերակը, մի անգամ պատրաստել ենք ամբողջությամբ խառը կանաչիներով, բազմազան կանաչիներով տարբերակը սպասի եւ այսօր որոշեցի, որ այսպես ամենաօրիգինալ տարբերակը հետաքրքիրը եւ շատ համեղներից մեկը։ Հիմա մեզ մնում է եռացրած ջուր ավելացնել։ Դա։ Ինչպես ասացի, այս թթվասերն էլ կօգտագործենք, այսպես թե այնպես չենք թողնի մի բան
ավելորդ կորչի։ Այսպես։ Այս սրա հարցն էլ ուծեցինք, ժողովուրդ ջան, այնպես որ ես վստահ եմ բոլոր տիկնայքել հենց Ջուրն էլ եք աչքաչափով ավելացնում, թե։ Այո, ես էլի ջուրը աչքաչափով կավելացնեմ, իհարկե գերադասում եմ, որպեսզի ավելի թանձր ստացվի այսօրվա ապուրը, ասես թանձրությունը կարևոր է, շատ ջրալի չլինի։ Եվ իմիջիայլոց ավելացնում եմ միանգամից եռացրած ջուր, որ շատ ավելի արագ պատրաստվի այսօրվա ապուրը եւ իմիջիայլոց չկտրվի։ Խառնելուց հետո արդեն ես իմ զենքը, փայտե զենքը կվերցնեմ եւ կանցնեմ գործին։ Գիտեք, սպասը անընդմեջ խառնել է պետք եւ փայտե գտալով կամ մեր տատիկների սովորությանը համաձայն շատ ես շատ փոքր էի հիշում եմ, թե տատիկս, թե մայրս լուցկու գլուխը կոտրում էին եւ այդ փայտիկը դե այն ժամանակ այդպիսի փայտիկներ չկային, որոնք մշտապես խոհանոցում հիմա օգտագործում են, կար պարզապես ամենահասարակ լուցկին։ Գլուխը կոտրում էին եւ այդ փայտիկի մասը գցում էին սպասի մեջ, որպեսզի սպասը չկտրվեր։ Ասում են փայտն է օգնում, որպեսզի սպասը չկտրվի։ Հիմա ունենք արդեն փայտե գտալներ, վաղուց ունենք փայտե։ Չնայած մեր տատիկների ժամանակ էլ կար փայտե գտալներ, պարզապես նրանք սպասը չէին խառնում փայտե գտալով։ Ավելի հնարամիտ էին, հեշտացրել էին իրենց գործը եւ վերջ։ Ու այդպես, հիմա այսպես։ Եւ եռացրած ջուրը պատճառ կլինի, որ չի էլ հասցնի կտրվի սպասը, որովհետեւ շատ արագ կեռա եւ կեփվի։ Այսպես, այսպիսի բաղադրատոմ շատ հեշտ, ես կարծում եմ դուք ինքներդ համոզվեցիք, որ սա րոպեների հարց է պարզապես, քանի որ իշխլիքյուֆտան էլ պատրաստի տարբերակով է մեզ մոտ։ Հնարամիտ էլ այսօր մենք ենք գտնում եւ շատ հեշտ տարբերակով ենք գտնում, քանի որ այսպես կարելի է խանութից 4 թեկուզ 4 հատիկ իշխլիքյուֆտա գնել եւ այսօր պատրաստել այս սպասը։ Կարծում եմ շատ բոլորիս հաճելի է տաք կերակուրներ ուտել այս եղանակին։ Չնայած արդեն ես հասցրեցի պատուհանից նայել, արդեն դադարել է այն ձյունը, ձյուն չկա, արևը փայլում է, ամեն բան շատ լավ է, բայց ջրալի կերակուրը իր տեղը պետք է ունենա մեր սննդակարգում։ Դե ամեն դեպքում եւ եղանակի տեսությունը ես նայում եմ այս շաբաթ եւ եկող շաբաթ բավականին ցրտոտ եւ բավականին մռայլ եղանակ է սպասվում։ Դե կլինի այսպես, կգա, կկտրվի։ Բայց այդ վաղն էլ ուրբաթ է եւ սպասը իսկապես այսպես կարող է հանգստյան օրեր մինչեւ գնալ, ընտանիքի անդամները կվայելեն, հեշտ պատրաստում եք եւ մի քանի օր ընտանիքի անդամները Ես կարծում եմ նույնիսկ շաբաթ կիրակի օրերին, մինչ սովորաբար ուշ են արթնանալու ընտանիքի անդամները, մինչ կարթնանան, մինչ մի փոքր սենց ուշքի կգան, մայրիկը կհասցնի այս հեշտ տարբերակը պատրաստի եւ հրամցնի, մինչ արդեն այսպես ասած կարգին հագեցնող ճաշը կարող է այս ուտեստով հագեցնել ընտանիքի անդամներին, հետո արդեն ավելի ճոխ եւ լավ կերակրատեսակներ առաջարկել։ Ես հիշեցնեմ, որ բաղադրատոմսը կարող են գտնել մեր Facebook-ի էջում վիդեո տարբերակով, Instagram-ում կլինի փոքրիկ post նկար, որը կարող եք արդեն, եթե հարցեր կլինեն, մեկնաբանություններում գրեք, Ադրինեն բոլորիդ միշտ պատասխանում է։ Եվ իհարկե մի փոքր ներկայացնենք մեր մյուս գործընկերոջ քաղցրեղենները։ Այո, Մայլինկի Վիտալինկի այս սառնաշաքարները կարող են իդեալական ընկեր լինել ձեր փոքրիկների համար, 8 վիտամիններ պարունակող հետաքրքիր տարբերակ եւ իմունիտետն է բարձրացնում եւ հետաքրքիր դիզայնով է, գրավիչ կլինի երեխաների համար եւ իսկապես շատ համեղ է, մենք օրվա ընթացքում մի քանի անգամ համտեսում ենք եւ մեր իմունիտետը բարձրացնում ենք։ Հեռախոսը համար եք տեսնում ձեր էկրաններին, կարող եք զանգահարել, եթե ցանկանում եք մեծածախ գնումներ կատարել։ Այո, այսպես, սիրելիներս, կեռա, մեր սպասը հենց եռած, ես աստիճանաբար իշխլիքյուֆտաները կլցնեմ ուրեմն ապուրի մեջ, նրանք կսուզվեն, իսկ երբ է նա պատրաստ լինում, մենք գիտենք, երբ սկսում է արդեն խաշվել, ինքն իրեն բարձրանում է արդեն ջրի երես, այսպես ասած, եւ դու հասկանում ես, որ իշխլիքյուֆտաները պատրաստ են։
Էնպես որ էլի այստեղ որևիցե շատ գաղտնիքներ չկան, բարդություններ չկան, շատ հանգիստ կարող եք մի 10 րոպեի ընթացքում այս ուտեստը ստանալ։ Հիմա մենք շարունակելու ենք խառնել ընթացքում։ Միայն խառնում ենք։ Այո, բայց իհարկե մի բան ասեմ, դու կարող ես խառնել, ես այս նեղությունը կտամ քեզ, եւ այս ընթացքում կարագը կհալեցնեք։ Այստեղ ես կաթսա ունեմ փոքրիկ։ Մենք կարող ենք կարագը հալեցնենք եւ արդեն պատրաստենք մեր այն սոուսը, որը պետք է լցնենք ապուրի վրա։ Ահա կարագ։ Իհարկե կարագը կարծում եմ մի փոքր շատ է, այստեղ կարելի է մի քիչ օգտագործել։ Քանի որ իշլի քյուֆտան էլ արդեն բավականին հագեցնող է։ Այ այսքան կարելի է։ Սա բավարար է։ Փոքրիկ կտոր։ Այո, մի փոքրիկ կտոր։ Հենց հալ չի, ես անանուխը կլցնեմ կարագի մեջ եւ մի փոքր տապակվելուց հետո արդեն կրակը կանջատենք։ Հենց իշլի քյուֆտաները պատրաստ կլինեն, արդեն սա կլցնենք ապուրի վրա։ Ահա, մենք շարունակենք այս գործընթացը, առաջարկում եմ հիմա կարճատև դադար լինի, որից հետո կվերադառնանք մեր հյուրը արդեն սպասում է, կդիմավորենք մեր այսօրվա վերջին հյուրին։ Ժամանակն է արդեն եզրափակելու ծրագիրը, որտեղ այստեղ իշլի քյուֆտայով սպասը պատրաստված է։ Այո, ասեմ մեր հերոստադիտողին, որ իշլի քյուֆտաները այսպես սուզվեցին ջրի հատակը, այնուհետև այո, անցավ վտանգը եւ նրանք բարձրացան ջրի երես։ Ահա, պատրաստ է արդեն մեր այսօրվա հետաքրքիր շատ հեշտ պատրաստվող իշլի քյուֆտան։ Իհարկե, այնքանով հեշտ, որ արդեն մենք պատրաստի գնել էինք իշլի քյուֆտա, բայց եթե տան պայմաններով ցանկություն ունենանք պատրաստել տան պայմաններում իշլի քյուֆտա, բավականին ժամանակ է մեզ պետք։ Բայց նախընտրեցինք հեշտը։ Սիրելիներս, այստեղ էլ կարագի մեջ տապակեցինք անանուխը, որը կլցնենք սպասի մեջ, ահա այսպես, եւ միանգամից ուրիշ գույն եւ ուրիշ տեսք կստանա այս համեղ։ Ծուր խառնիր։ Ահա, պետք է խառնեմ որ չկտրվի, թե կտրվել է արդեն։ Չի կտրվել չի կտրվել, չէր կարող կտրվել։ Ադրինը եթե խառնում ոնց կար ինչ-որ բան այնպես լինի, հա։ Ամեն ինչ պիտի լինի ճիշտ, դետալային։ Ինչ կարծիքի եք այս գույնի եւ Շատ համեղ է։ մասին։ Գույնը ավելի ուժեղ հիմա եկավ այս։ Կարծում եմ, այո, հրաշք։ Հավելումից հետո։ Ճիշտ է։ Հրաշալի մի բան ստացվեց։ Ահա, հիմա լցնելու պահն է։ Իսկ նա ինչն է, այն չորականաչի։ Չոր անանուխ է, ես մի փոքր էլ այո ձևավորման համար կավելացնեմ։ Ծուր վիդեո կանաս մեր ընթացքից։ Հիշեցնենք, որ մեկ հավկիթ ենք օգտագործել սպասի մեջ, իսկ հավկիթը մեր գործընկերն է առաջարկում Կոկո ապրանքանիշը, մշտապես թարմ եւ սննդարար։ Կոկո ապրանքանիշը առանձնանում է նաեւ մսամթերքի լայն տեսականիով, նրբերշիկներ, հավի կրծքամիս տարբեր համեմունքներով ձեռք բերեք եւ վայելեք։ Կոկո, ճիշտ ընտրությունը քո։ Այո, իսկապես։ Ահա, սա մեկ չափաբաժին, ես մի փոքր ձևավորման համար էլի անանուխ այսպես կցանեմ վրան, որպեսզի թարմությունն եւ գույնը պահպանեք։ Ահա, եւ հաջորդ չափաբաժինը, այո։ Մինչ իհարկե այստեղ արդեն ամանները լցվում են, ես ուզում եմ ասեմ, որ բավականին հետաքրքիր ծրագիր ունեցանք, քանի որ այսօր ունեցանք նաև շատ հյուրեր։ Խոսեցինք Սփյուռք Հայաստան կապի մասին, խոսեցինք նաև նոր կարևոր իրադարձության մասին, որը ավելի կբնորոշի հայ տղամարդուն, եւ բնականաբար խոսեցինք բոլոր խնդիրների մասին, որոնք կապված են մաշկի հետ եւ ինչ բժշկական միջամտություն են մեզ առաջարկում մասնագետները, եւ նաև հասկացանք, որ համեղ ձմեռային առավոտը կարելի է սկսել նաև գարնանը Ադրինի հետ միասին։ Այո, ինչու ոչ։ Եվ իմիջիալոց դու նշեցիր Սփյուռք, ողջունենք մեր բոլոր Սփյուռքի հարազատներին, բարեկամներին, հայրենակիցներին, ասենք, որ առողջ եղեք, մենք ձեզ շատ կարոտում ենք, եւ Սփյուռք ասելով, սա ուզում եմ նշել, որ իշլի քյուֆտայով սպասը ընդհանրապես տարածված է մեր Բեյրութի հայրենակիցների մեջ, երևի թե այնտեղի խոհանոցին համահունչ է սա, նրանց բաղադրատոմսն է։ Եվ մի հատ էլ ապուր ունեն, որը սպիտակ է այսպես, բայց մեջը սիսերի հատիկներ դա ոնց է կոչվում կարող է։ Ես չեմ հիշի ոնց է կոչվում, բայց այո։ Խմորի մեջ սիսերի հատիկներ են, չորը տապակած, այնուհետև խառնած։
Շատ համեղ Նրանք էր։ շատ նմանատիպ ապուրներ շատ ունեն, որոնք շատ համեղ են եւ վիտամիններով հարուստ, իսկապես շատ օգտակար սնունդ ունեն նրանք։ Եվ այս տարբերակն էլ դրանցից մեկն է, ես կարծում եմ, եթե որոշակի բաներ կան, որ այնպես չարեցի, ինչպես որ իրենց կարգն է, իրենց ձևն է, ներողամիտ կլինեք, այսպես մոտավորապես իմանալով այսօր փորձեցինք պատրաստել այս ապուրը, որը ինձ թվում է շատ Դու համեղ։ ամենակարևոր բաներն ես մեջ ավելացրել, սերն ու ջերմությունը, որը հատուկ է մենակ մեր ադրինեին, մայրական են տաք ջերմությունը այս ապուրների մեջ կա, այնպես որ մենք հիմա կճաշակենք, ձեզ էլ մաղթում ենք լավ առավոտ, դրսում մի քիչ եղանակը ցուրտ է, բայց ոչինչ։ Արևը փայլում է այնուամենայնիվ, բարձր տրամադրություն ենք ձեզ մաղթում եւ մշտապես մնացեք մեզ հետ։ Այո, վաղը 9:50 միացեք, որպեսզի աշխատանքային շաբաթը ամփոփենք միասին։ Օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Լավ եղեք։